Դանիել Իոնիսյանը, որը շատ հարցերում աջակցում է բացահայտ այս իշխանությանը, խնդիր է տեսել վարչապետի տիկնոջ հիմնադրամի հետ կապված, դիմել է հանցագործության մասին հաղորդում է տվել, որովհետև ԿՊ-ի հետ ասոցացվող հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում այն բանից հետո, երբ հանրապետության նախագահը հրապարակեց ընտրությունների օրը։ Աննա Հակոբյանը ասուլիս տվել է եւ այսօր ամեն ինչ պարզաբանել է եւ եթե չեմ սխալվում նաեւ իրենք մտածում են հակընդդեմ հայցով դիմել, հա, եւ երբ որ կլինի դատական գործընթացներ, մենք դրա մասին կխոսենք։ Բայց ամեն դեպքում խնդրահարույց չի, որ մենք այսօր ունենք կոնկրետ քաղաքական ուժ, որը ներգրաված է քաղաքականության մեջ, ուզում է երկրում իշխանություն վերցնի, ու արդեն դարձել է տրադիցիա, որ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով այդ մարդկանց հետ կապված ընտրակաշառքների ձայնագրությունների ենք ականատես լինում, որը ցույց է տալիս, որ ըստ էության սա համակարգված եւ համընդգրկում բնույթ է կրում։ Բայց դատարանի վճիռ չկա, ինչու է կանմեղության կանխավարկած խախտում դատարանի։ Դուք նշեցիք ձեր խոսքում, որ մենք փաստ ենք արձանագրում եւ բնականաբար ելնելով անմեղության կանխավարկածը, այսինքն մենք ականատես ենք եղել այդ ուրեմն ձայնագրություններին եւ մենք խոսում ենք դրա հիմքով։ Երբ որ ինչպես Դե քան դատանի վճիռ չկա, կարող ենք նաեւ ենթադրել։ Դե համենայն դեպս դուք հարցը տալիս եք դրա հետ կապված, ասում եք, որ ընտրակաշառքի հետ կապված զապիսներ են եղել։ Հիմա եթե դուք հարցը տայիք, ասեիք, ինչ եք կարծում սա վերագրվող մենք հետ վերագրվողի հետ կապված ենք քննարկում, բայց արեք իմ քայլը հիմնադրամի մասին խոսենք, հա։ Վարչապետը, գործող վարչապետը, որը նաև առաջիկա ընտրություններին թեկնածու է, տիկնոջ հիմնադրամը մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Դուք ստեղ խնդիր տեսնում եք, թե չէ, քաղաքական առումով, իրավականը մի կողմ թողնենք, այն ինչքան էլ որ դա կարևոր է, բայց քաղաքական գնահատական։ Այն ինչ որ դուք տալիս եք, նախ եւ առաջ իրավական գնահատականի անհրաժեշտություն։ Արդյոք եղել է այդ բարեգործությունը, արդյոք դա իր մեջ պարունակում է, չգիտեմ, այդ տարերը եւ հետեւաբար ես նույնպես նշում եմ, երբ որ կլինի դատարանի որոշումներ, մենք այդ ժամանակ խոսենք։